Իմ կյանքի ընթացքում միակ բանը ինձ չի մետամորֆոզվել, չի փոխվել, դա իմ ներքին երեխան է, 400 օր։ Ես մեկուսացայի արվեստանոցում փակվեցի եւ դուրս չեկա։ Շատ տարբեր ասեկոսներ էին Երևանում պատտվում այդ կապակցությամբ, բայց ես ուղղակի մեկուսացել էի։ Եկավ մի օր, երբ որ ես սկսեցի չհավատալ մարդուն։ Առանց ինչի չես կարող ապրել, ոչ թե չես պատկերացնում, առանց դրա քո կյանքը չես պատկերացնում։ Չեմ կարող ապրել առանց սիրո։ Խոսեցիր բաժանությունից, այդ ո՞նց տենց եղավ։ Հենց հաղորդման սկզբից խոսում ենք 4 ճյուղերի մասին։ Մի օր այդ ճյուղը չորացավ։ Ես կարծր եմ, ուժեղ եմ։ 40,000 աշխատանքից ընդամենը 2 աշխատանք կա, որոնց գոյության համար ես ամաչում եմ, քանի որ պատճառը չի եղել ոչ ստեղծելու, ոչ թե միտքն է եղել պատճառը, այլ գումարի կարիքը։ Այդ պահին երբեք բարձրաձայնել պետք չի թույլ տեղերի մասին։ Ես վստահ եմ, որ շատ շուտով դու չես ունենալու այդ թույլ տեղերը։ Ոնց Աստված կկամենա։ Ողջույն։ Այս անգամ ձեզ ողջունում եմ նոր տաղավարից։ Նոր տաղավար, նոր նախագիծ, նոր ձևաչափ, որը կոչվում է մետամորֆոզիս։ Այս տաղավարում դուք կտեսնեք մարդկանց, ովքեր ունեն անհատականություն։ Մարդիկ, ում ծանոթ է մետամորֆոզիս երևույթը։ Եվ դե իհարկե այսօրվա իմ զրուցակիցն է Արման Նուրը, ում ես վստահ եմ ավելի քան ծանոթ է այս երևույթը։ Բարև ձեզ։ Բարև, ուրախ եմ, որ այստեղ եմ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար, Արման, ես գիտեմ, որ շատ զբաղված ես, ես նաև գիտեմ, որ գրեթե ամենօրյա ռեժիմով քո ներսում հենց այս process-ն է տեղի ունենում, մետամորֆոզիս։ Գիտես, քաչ ծանոթ եմ մետամորֆոզների հետ, գիտեմ ինչ հա, եւ գիտեմ անձնական փորձից եւ անգամ երևի թե ով ծանոթ է իմ արվեստին, գիտի որ իմ արվեստն ամբողջը մետամորֆոզների մեջ, տրանսֆորմացիաների մեջ, թե ամեն արվեստի աշխատանքը, թե արվեստի ընթացքս է մետամորֆոզների մեջ, այդ is պատճառով ես ապրում եմ մետամորֆոզի մեջ։ Դժվար է պատկերացնել մարդու, ով ունի իր անհատականությունը եւ այս երևույթը նրան ծանոթ չլինի։ Չէ՞ որ մենք ամեն օր մտածելով գալիս ենք մի նոր եզրահանգման միևնույն երևույթի վերաբերյալ, որովհետև ավելանում է մեր կենսափորձը, ավելանում է ինֆորմացիան։ Բայց արի ուտես, որ մարդիկ կան, ովքեր տասնամյակներ շարունակ մնում են նույն հարթությունում։ Գիտես, իմ կյանքի ընթացքում միակ բանը ինձ չի մետամորֆոզվել, չի փոխվել, դա իմ ներքին երեխան է։ Այն ներքին երեխաս ինչքան ես հիշում եմ նույնն է, և ինքը չի մեծացել, և դա իմ երջանկությունն է, դա ինձ երջանկացնում ես կյանքում, դա ինձ ստիպում ցանկացած բարդ իրավիճակում կյանքին նայել ժպիտով և շատ թեթև, և այդ իսկ պատճառով թեթև անցնել այդ ամենաբարդ իրավիճակները, որտեղից շատ մարդիկ ուղղակի դուրս չեն գալիս։ Իմ երեխան, որին ես հիշում եմ իմ ներսի երեխան, ինքը շատ փոքրիկ է, որովհետև ես ինձ շատ փոքր տարիքից եմ հիշում, կարծեմ հենց քո եթերներից մեկում ասել եմ, որ 40 օրեկանից եմ ինձ հիշում, ու հենց այդպես էլ կա, ես ինձ 40 օրեկանից հիշում եմ, և այդ երեխաս նույնն է, ինքը չի մետամորֆոզվել, մետամորֆոզվել է իմ արտաքին աշխարհը, այսինքն ավելի արտաքին շերտը, որը գիտելիքի հետ է կապված, որը իմաստության հետ է կապված, որը հավաքական է, որը դու կյանքիդ ընթացքում կուտակում ես, հավաքում ես, ինչ-որ սարքում ես մի կառույց ինքդ քեզնից, Արման, բայց երեխային նեղացնել այնքան հեշտ է։ Հա, բայց դրա հետ մեկտեղ երեխան շատ հեշտ մոռանում է այդ նեղացությունը, այդ պահին նեղանում է, հետո մի անգամից մոռանում է այդ նեղացությունը։ Բացի դրանից երեխան շատ հեշտ է նայում, ինքը չի ընկալում բարդությունը, բարդության խորությունը, ինքը ընկալում է գեղեցկության խորությունը, ինքը ընկալում է գիտելիքի խորությունը, բայց ոչ բարդության խորությունը։ Այդ իսկ պատճառով իմ երեխան նույնն է։ Երեխաները նաև հրաշքների են հավատում, հեքիաթների։ Միշտ հավատում եմ։ Ինքս փորձում եմ միշտ ստեղծել այդ հրաշքներն ու հեքիաթները։ Դա
ամենակարևոր մասն է իմ ստեղծագործական կյանքի, հա, որտեղ ես հավատում եմ հրաշքների եւ ես ստեղծում եմ այդ հրաշքները։ Լինում է, որ քո երեխան պաղկվի, թաքնվի։ Հա, երբ որ նեղացած է աշխարհից կամ մարդկանցից, հա, ինքը մեկուսանում է։ Շատ անգամ ես մեկուսացել եմ շատ երկար ժամանակով։ Վերջին ամենաերկար մեկուսացումս 2021 թվականին 400 օր։ Ես մեկուսացայի մարվեստանոցում, փակվեցի եւ դուրս չեկա։ Շատ տարբեր ասեկոսներ էին Երևանում պատտվում այդ կապակցությամբ, բայց ես ուղղակի մեկուսացել էի։ Բայց ես չէի նեղացել այդ ժամանակ, ես այդ ժամանակ պետք է հրաշք ստեղծեի։ Ստեղծեցիր։ Ինչ։ Չեմ կարող պատմել, դա դեռ բարձրաձայն խոսելու չի։ Արման, մեզ մոտ յուրաքանչյուրիս կյանքում լինում են փուլեր, որից հետո մեր կյանքը բաժանվում է դրանից առաջ եւ դրանից հետոյի։ Եվ որքան բուռն է մարդու կյանքը, այդքան հավանականությունը, որ նա այդպիսի շրջանների հաճախ կհանդիպի, շատանում են։ Քո կյանքում են ամենա երևույթը, դեպքը, իրադարձությունը, որից հետո կյանքդ բաժանվեց երկու մասի, դրանից առաջ ու դրանից հետո։ Հենց այդ 400 օրը ամենա երևույթն էր, հենց այդ 400 օրի ստեղծագործական process-ը, որից հետո իմ կյանքը բաժանվեց դրանից առաջի եւ դրանից հետոյի։ Ուրիշ մարդ եմ։ Գիտեմ։ Հիմա ես ուրիշ մտածողություն ունեմ, ուրիշ տեսակետներ ունեմ, իհարկե իմ սկզբունքներին առանց դավաճանելու ոչ մի դեպքում ես երբևէ չեմ դավաճանում իմ սկզբունքներին, իսկ իմ ամենաառաջի սկզբունքը եւ ամենահիմնավոր սկզբունքը, որին ես չեմ դավաճանում, Ո՞րն է այդ սկզբունքը։ Ես չեմ դավաճանում, դա է իմ սկզբունքը։ Իմ սկզբունքը, որին ես չեմ դավաճանում, դա ես չեմ դավաճանում, դա է իմ սկզբունքը։ Ոչ երկրիս, ոչ մարդկանց, ոչ սիրելիներիս, ոչ մեկին։ Դավաճանությունը, գիտես, այսպես յուրաքանչյուրը մի կերպ է ձևակերպում կամ մեկնաբանում, ասում են, դե դա դավաճանություն չէր, դա թուլություն էր։ Քեզ համար այդ բուն դավաճանությունը ինչպես ես դու դա անցալում։ Ցանկացած դավաճանություն դա առաջին հերթին դավաճանել ինքդ քեզ։ Այո։ Դու պետք է առաջին հերթին դավաճանես ինքդ քեզ, որպեսզի կարողանաս դավաճանես երկրիդ, որպեսզի կարողանաս դավաճանես հավատքիդ, եւ այլն, դու առաջին հերթին պետք է դավաճանես ինքդ քեզ կամ վերացնես քո մեջից չդավաճանելու սկզբունքը։ Այսինքն այդ սանդղակը, հա, բարոյականության սանդղակը պետք է վերացնես ուղղակի, սահմանը պետք է վերացնես։ Վերացնելուց հետո արդեն ոչինչ պահող կամ խանգարող Այդ տաբու կոչվածների մասին ես։ Այո, տաբուները շատ կարևոր են, նայեք, շատերին կարող է թվալ, որ տաբուները սահմանափակում են քո ազատության չափերը, ոչ։ Տաբուները հենց այն թևերն են, որը քեզ ազատության են տալիս, որովհետև դու խղճի խայտ չես ունենում։ Երբ որ դու չունես խղճի խայտ, դու ներքին ազատություն ունես։ Իսկ երբ որ ունես արարքիդ համար խղճի խայտ, դու անդադ սահմանափակված ես։ Հիմա դու չունես քո ամբողջ կյանքի ընթացքում առ այսօր ինչ որ մի արարք, որը շատ թեքիչ, բայց խղճի խայտ է առաջացրել գոնե այդ ժամանակահատվածում։ Իհարկե ունեմ։ Չեմ կարող չունենալ, մարդ եմ, արարած եմ, մարդ արարած եմ։ Ո՞րն է այդ արարքը։ Միշտ շատ այսպես վատերազի պես, ոչ թե հենց վատերազներ եմ տեսնում այդ իրադարձության հետ կապված, որը տեղի ունեցել իմ շատ փոքր տարիքում, երևի մի 2.5 տարեկանում, երբ դուրս է եկել բակ խաղալու եւ բակի մեծ տարիքի արդեն տղաները ասենց շատ ինչ-որ ագրեսիվ սկսեցին վրա զգալ, ես շատ փոքր էի, ես հետ քայլեցի եւ ինչ-որ մի բանի վրա կանգնեցի, դա մի փոքրիկ թութակ էր, որը փախել էր բանդակից եւ տղաները փորձում էին թութակին բռնել, իրենց թութակներ դա, բայց ես չհասկացա դա այդ պահին եւ սպանեցի այդ թութակին, դա իմ խղճի խայտն է, որը ամբողջ կյանք ինձ հետապնդում է։ Դու սպանեցիր թութակին, խղճի խայտ ունես։ Երբեմն մենք ստիպված ենք լինում նաև սպանել մեր զգացմունքները։ Սպանել, այսինքն ճնշում ենք մեր մեջ ինչ-որ մի ցանկություն, ինչ-որ մի զգացմունք,
համարելով դա ոչ կառուցողական, ոչ ճիշտ, ոչ այդ պահին անհարմարություն առաջացնող։ Եղել է Երբեք չեմ սպանել զգացմունքս մեջ։ Երբեք չեմ կարողացել դա պատկերացնել, որ կարելի է անել։ Երբեք չեմ ճնշել այդ զգացմունքները, միշտ արտահայտվել եմ գոնե արվեստիս միջոցով։ Միշտ այդ զգացմունքները գոնե արվեստիս միջոցով արտահայտչություն են գտել եւ նյութականացել են։ Այդ իսկ պատճառով ես երևի երջանիկ եմ, որ ունեմ այդ հնարավորությունը արվեստի միջոցով գոնե բաց թողել դա եւ իրականացնել դա, ծնել դա արվեստի միջոցով։ Ցանկացած զգացմունքի հետևանքը դա ծնունդ է։ Պես է բնությունը մեզ կառուցել, պես է բնության օրենքը եւ արվեստագետը կարողանում է գոնե արվեստի միջոցով իրականացնել այդ ծնունդը եւ դա շատ կարեւոր է եւ ազնիվ։ Դավաճանություն, հիասթափություն, եթե քո սկզբունքներից ամենաառաջինն ու գլխավորը չդավաճանելն է, ինչը քո մոտ հավանաբար խղճի խայտ կառաջացնի, եթե ինչ-որ հանգամանքներով ստիպված կլինես, ուրեմն դավաճանության հաջորդ քայլը հիասթափությունն է։ Հաճախ ես ունենում հիասթափություններ։ Այո, ունենում եմ հիասթափություններ մարդկանց մեջ։ Մարդկանցից եմ հիասթափվում, երբ որ հասկանում եմ, որ խաղացել են, դեր են խաղացել եւ ես հավատացել եմ, քանի որ հավատացող եմ ինքս իմ տեսակով բաց եմ, քանի որ այն երեխան, որ մինչ այսօր ինձ մեջ նույնն է, ինքը չի կարող տարանջատել ճշմարտությունը ստից։ Եվ երբ որ բախվում ես ստի հետ, իհարկե հիասթափվում ես։ Եվ իմ օրինակ շատ ընկերներ ունեմ, շատ սիրելի մարդիկ ունեմ, որոնք որ կարողանում են հիասթափվել, հետո նորից ընդունել։ Ես դա չեմ կարողանում անել, ես էտում եմ ծառը, չորացած ճյուղերը էտում եմ եւ այլևս վերադարձի հնարավորություն չեմ տալիս երբեք։ Եվ սա ներելու մասին չէ։ Սա ներելու մասին չի, ես ոչ մի վատ բան չեմ ցանկանում այդ մարդկանց։ Ես ոչ մի ինչ-որ չար չեմ ապրում այդ մարդկանց նկատմամբ առհասարակ։ Բայց հետ նորից վերադարձ դեպի այդ ծառը, այդ ընտանիքը ճյուղերի, հա, ներքին զգացմունքների ընտանիքը, այլևս հնարավորություն չեմ տալիս երբեք, որովհետև կտրում եմ անվերադարձ։ Նամանավանդ վերջի տարիներին, երբ որ տարիքով արդեն հասա այն հասուկության, երբ որ սկսեցի հասկանալ, որ ժամանակը սահմանափակ է։ Եվ հետեւաբար ես չեմ ուզում ժամանակ կորցնել այն ճյուղերի վրա, որոնք չորացած են, ինձ դրա ժամանակը չունեմ, ես ավելի ճիշտ կլինի սնուցեմ եւ սնուցվեմ այն ճյուղերից, որոնք որ կենթանի։ Երբեմն ծառի ճյուղերը իրենք են չորանում եւ չորանում են ամենասիրելի ճյուղերը, ամենագեղեցիկ ճյուղերը, ամենաբերքատու ճյուղերը։ Քո կյանքում այդպես եղել է։ Այո, անշուշտ։ Այո, չորանում են եւ պետք է կտրել եւ հեռանալ։ Արդյոք այս ճյուղերը չեն չորանում վատ խնամքի պատճառով։ Կարող է այդպես լինի։ Բայց գիտես, եթե մենք այս մետամորֆոզային թեմայի մեջ ենք եւ խոսում ենք վերացական, ոչ իրական, ապա երբեմն ճյուղերը գնում են ուրիշ կողմ, որտեղ իրենք չեն կարող ապրել։ Այլևս կապ ունենալ այս ծառի հետ։ Այնքան են հեռվանում, որ այլևս ի վիճակի չի ծառը սնուցել իրենց։ Եվ ի վերջո այդ սնուցումը երկյակի է, ծառը չի սնուցում միայն ճյուղին։ Ճյուղն էլ սնուցում է ծառին, որովհետև ճյուղը իր տերևներով խոնավություն է հավաքում, արևի լույս է հավաքում, որպեսզի ծառը կարողանա գոյություն ունենալ։ Չէ՞։ Սա երկյակի է։ Արման, դու մեկուսանալու սովորություն ունես, երբ մտածելու բան ունես, երբ մարսելու բան ունես, երբ համակերպվելու բան ունես, հանդուրժելու բան ունես, բայց այդտեղ չկա միայնակության զգացողությունը։ Թե դու միայնակությունից ես մեկուսանում։ Գիտես, երբեք չեմ եղել միայնակ։ Երբևէ անգամ, եթե մենակ եմ, իսկ դա հաճախ է լինում, առնվազն տարին մեկ անգամ ես 20 օրով մեկուսանում եմ լռելու։ Դա իմ լցվելու վերջին տարիներին նամանավանդ ժամանակին դա 4 օր էր, հիմա արդեն 20 օրի տարը կարիք ունեմ։ Եվ երբևէ չեմ զգացել մենակություն։ Ես ինքս ինձ հետաքրքիր եմ։ Ես ինքս ինձ համար հետաքրքիր եմ։ Ես ինքս ինձ եմ ուսումնասիրում։ Եվ դա հետաքրքիր է։
ինչ որ նոր բան ամեն անգամ ինքդ քո մեջ։ Անշուշտ, հենց դրա համար էլ հետաքրքիր է, որովհետև գտնում եմ անընդհատ լիքը նոր բան, լիքը։ Եվ այդ ժամանակ եմ կարողանում գտնել այդ բաները։ Չեմ սիրում, երբ որ բան բառը օգտագործում են ոչ հասկանալով ունի իմաստը, բան բառի։ Իսկ բան է բաններ եւ բաններ առաստված։ Եվ եթե Աստծուն վերաբերյալ կարելի է բան բառը օգտագործել, ապա չի կարելի շռայլել անիմաստ է բան բառը, քանի որ դա Աստծո բառ է։ Լոգոսն է։ Աշխարհընկալման մեջ հումերենից դա լոգոս է կոչվում։ Բանը դա ձայնն է, որի մեջ պարունակվում է ամեն ինչ, տիեզերական ամբողջ ինֆորմացիան, դա կարելի է բան կոչել։ Եվ ասելով հիմա բան, օգտագործելով նախորդ նախադասությանս մեջ բան բառը, ես հենց այդ ամբողջ իմաստային լեցունությունն եմ պատկերում։ Նոր բան գտնել, եսի նկատի ունեի դա, ուղղակի չէի ասում։ Մեկուսանալ առհասարակ իմ կյանքում մենակություն չկա եւ ֆիզիկապես եւ հոգեպես։ Օրինակ իմ արվեստանոցը միշտ լեփ-լեցունա շատ հետաքրքիր եւ շատ լավ մարդկանցով միշտ։ Երևի թե չկա երեկո եւ որ ինձ մոտ ինչ-որ մի երեկո, որ ինձ մոտ մարդիկ չհավաքվեն ու շատ մեծ հետաքրքիր զրույցներ։ Այո, եւ մթնոլորտնել եւ այո, ստեղծվի, հա, այսպես ամեն երեկո է դա տեղի ունենում։ Ինձ չեն թողնում, ես մենակ մնամ ուղղակի ու երբեք չեն թողել։ Անկամ կովիդի ժամանակ իմ արվեստանոցը դարձել էր այն միակ տեղը, որտեղ մարդիկ օրեր էին անցկացնում։ Եղել են դեպքեր, որ ես առողջան արթնացել եմ եւ արվեստանոցումս քնած էին գետնի վրա տարբեր տեղերում համ բազմոցների վրա համ այնքան մարդ ու շատերին ես չէի ճանաչում ովքեր են։ Եվ գիտես, դա իմ ապրելակերպն է, դա իմ ապրելու ոճն է, lifestyle-ն է, հա, որ բաներն այդ ասում։ Ես չեմ հրավիրում մարդկանց, ես չեմ ստիպում կամ խնդրում, որ իրանք կան։ Իրանք գալիս են եւ ես դեմ չեմ, ես ուրախ եմ։ Իրենք գալիս են դեպի լույսը։ Չգիտեմ դեպի ուր են գալիս, իրանք գիտեն դեպի ուր են գալիս։ Ես կասեմ, գալիս են դեպի լույսն ու ջերմությունը։ Դժվար է գնահատել ինքս ինձ, բայց այդ արվեստանոցի լեցունությունը ինձ երբեք չի թույլ տալի ես մենակություն զգամ։ Արման, այդ լեցունության մեջ, ինչպես ասացիր, մարդիկ էլ կան նույնիսկ ում չես ճանաչում, կան մարդիկ, ում մենք կորցնում ենք։ Բառի իսկական իմաստով, նաև ֆիզիկապես մարդիկ կան, ում մենք կորցնում ենք փոխաբերական իմաստով։ Չենք կորցնում, որովհետև դա այն չորացած ճյուղներ։ Մենք կորցնում ենք այդ մարդուն ինչ-որ պատճառներով։ Քո կյանքի ամենամեծ կորուստը մարդ տեսակի, որ հիմա էլ կարոտում ես։ Եթե խոսանք ֆիզիկական դաշտից, ապա այն մարդիկ, ովքեր մահացել են, այսինքն շատ կարոտում եմ, շփում այդ մարդկանց հետ, հա, դա կլինեն իմ ծնողները, դա կլինեն իմ բարեկամները, իմ ընկերները, որոնց ես կորցրել եմ եւ այդ կորուստները եղել են շատ։ Եվ իհարկե կարոտ կա, ամեն բարակայում այդ կարոտը կա եւ կա։ Իսկ ինչ վերաբերում է մարդկանց, ովքեր մենք կորցնում ենք եւ իրենք կան ինչ-որ միտեղ, տենց չի լինում։ Եթե իրանք կան ինչ-որ միտեղ ու մենք իրենք կորցրել ենք, ուրեմն իրանք չորացած ճյուղ են եղել։ Այլապես իրենք չէին կարող լքել ծառը։ Իսկ եթե այդ ծառն է հրաժարվել այդ ճյուղից, հնարավոր է այդպես։ Չէ, եթե դու սիրում ես այդ ճյուղին եւ ինքը կա, եւ ինքը կենթանի է եւ դու չես կարող հրաժարվել, այդպես չի լինում, բնությունը այդպես չի ստեղծվում։ Այսինքն ցանկացած մի բան, ինչը դու սիրում ես եւ փայփայում ես, հնարավոր չէ քո կյանքից հեռանա։ Եթե հեռացել է, ուրեմն անպետք է։ Ուրեմն չոր էր արդեն։ Իրա մեջ էր չոր, դու չէիր չոր։ Ինքը իրա մեջ էր չոր, խաղում էր։ Արման, երբ քեզ հետ ծանոթացա, դա շատ վաղուց է։ Դու ուսանող էիր դեռ փոքրիկ։ Այո, ես ուսանող եմ։ Երկար մազերով փոքրիկ ուսանող էիր։ Ճիշտ այդպես, այո։ Շատ վաղուց էր, իհարկե շատ տպավորված։ Ես զարմացնեմ հիշողությունս։ Դες որտեղ առաջի անգամ տեսնվեցինք։ Բարեկամություն մետրոյի Կայրանի էթերապարակի վրա այն հատվածում, որը դառնում Քոչարա բարձրանում, Քոչար փողոցա բարձրանում, արկայի մոտ հանդիպեցինք, ասեմ ավելին, քեզ վրա բաներ կային, ինձ վզնոց կար մի հատ, փայտից, և
կարմիր գույներ հագուստ։ Իսկապես ես չեմ հիշում։ Տեսողական հիշողությունս երբեք չի դավաճանում ինձ, այսինքն ես միշտ կարամ հիշեմ ցանկացած բա վիզուալ։ Ես չեմ կարող հիշել ինչ ենք խոսացել, չնայած մեր բարագայում նաև հիշում եմ ինչ էինք խոսում։ Նյութ էինք նկարելու, որը հետո բարի լույսով պետք է հեռարձակման համար հեռարձակվեր, հա։ Եվ այդ նյութի մասին էր խոսքը, բայց հանդիպումը կոնկրետ հիշում եմ ցանկացած մարդու հետ, անգամ եթե չեմ խոսել հետը, ուղղակի անցորդ ա եղել, մի հատ անցել ա։ Այդքան ինֆորմացիան դու ինչպես ես կարողանում կուտակես։ Հավանաբար դրա պատճառով էլ հիշելով ամեն ինչ, բարբերաբար մեկուսանալու կարիք ես Այո, ունենում։ պետք է դասավորեմ։ Այդ դեպքերը, որոնք ես հիշում եմ, իրանք անվերջ են ու ամեն վարքյան է։ Հետևաբար իրանք սենց դառնում են մի հատ խուրձ։ Անդասավորված, եւ ինձ պետք է մի 20 օր, որ դասավորեմ ու տարիքի հետ այնքան շատանում ա դա, որ ստիպված եմ մնում ավելի երկար մեկուսանալ։ Այդ հանդիպումը առաջին ես չեմ հիշում, բայց ես հիշում եմ իմ առաջին այցը քո արվեստանոց, որտեղ ես ինձ համար հայտնաբերեցի, որ արվեստը կարող է լինել թանկ մետաղներից եւ մետաղը չէ, կամ որ այդ թանկարժեք քարը չէ, որ այդ գործի արժեքն է։ Այո։ Այդպես ես ձեռք բերեցի իմ զարդերը եւ գիտես ինչն է հետաքրքիր։ Մենք սովորենք ընկալելու, որ մարդիկ զարդը մարդուն զարդարելու համար է։ Քո պարագայում զարդը, որը դու պատրաստում ես այդ մարդու համար, դա ոչ թե իրեն զարդարում է, այլ լրացնում է եւ ցույց է տալիս մարդու այն ներսինը, ինչ որ դու ես տեսել։ Եվ այդ զարդը դառնում է այդ մարդը։ Միևնույն ժամանակ այսօր դու արդեն զարդեր չես պատրաստում։ Ես կուզենայի խոսեինք այս մասին։ Այո, արդեն համարյա 7 տարի է զարդերին չեմ դիպչում, ոչ թե չեմ պատրաստում, չեմ էլ կրում ինքս։ Ես դու ճիշտ շատ նկատեցիր, որ ինձ շփում էր պետք մարդու հետ, որպեսզի հասկանալ մարդուն եւ իմ տեսածը իրականացնել։ Եկավ մի օր, երբ որ ես սկսեցի չհավատալ մարդուն։ Այլևս մարդը միշտ փորձում է իրեն ցույց տալ ավելի լավը, քան ինքը կա։ Ես էլ եմ այդպես։ Ես այնպես չի, որ տարբերվում եմ։ Չէ, նույնպես ես եմ ցանկացած մարդ, փորձում է ցույց տալ իրեն ավելի լավը, քան ինքը կա իրականում։ Երբ որ ես դա ինձ համար վերջնական հաստատեցի եւ հասկացա, ես սկսեցի չհավատալ մարդկանց։ Հետևաբար իմ զարդ ստեղծագործելու բուն պատճառը դարձավ անեական, անկարևոր։ Եվ ես հասկացա, որ ես մինչև այսօր սխալ եմ եղել զարդ պատրաստելուց։ Ես ամեն անգամ ստեղծել եմ այն ինչ որ այդ մարդը ուզեցել է ինձ ցույց տա, եւ ոչ թե ինչ որ ինքը կա իրականում։ Այս պատճառով ես հրաժարվեցի զարդերից եւ հրաժարվեցի մարդուն հավատալուց։ Բայց դա չի նշանակում, որ ես չեմ հավատում մարդկությանը։ Այդ իսկ պատճառով ես սկսեցի ստեղծագործել ոչ թե մարդու համար, այլ մարդկության համար։ Հիմա որ փուլում ես։ Հիմա գեղանկարչություն, քանդակ, մեծ չափի քանդակներ, մոնումենտալ քանդակներ, մեծ չափի գեղանկարչություն, շատ մեծ գաղափարներ, որոնք առհասարակ մարդկությանն են նվիրված եւ ոչ թե անգամ տեղային ազգայինի մասին չի խոսք, առհասարակ մարդկության համար։ Եվ այդ հիմա տենց է աշխատում։ Ես իմ կյանքի ընթացքում հավաքած բագաժը ինձ բերեց հենց դրան, այդ մետամորֆոզին, որը ես վերապրեցի։ Շատերը չեն կարողանում սա հասկանալ, զարդեր են ուզում, ափսոս էր եւ այլն, որ ուզում ենք, պետք է, դու կարևոր էր այդ ամեն ինչը եւ այլն, բայց ես գիտեմ իմ մեջ ինչ է։ Բայց չես կարոտում։ Գիտես ինչ աստիճանի չէ, որ ինքս չեմ կրում։ Ինքս չեմ կրում, այդ աստիճանի չեմ կարոտում։ Իմ արվեստանոցումս անգամ գործիքներ չունեն, որ զարդերով զբաղվեն, այդքան չէ։ Եվ դա փուլ էր, ես շնորհակալ եմ այդ մեծ ժամանակ։ Դա շատ գեղեցիկ փուլ էր։ Այո, շատ գեղեցիկ էր, անշուշտ։ Դա մեծ ժամանակաշրջան էր իմ կյանքում, հա, որը անցավ, եւ հիմա մետամորֆոզի շնորհիվ թերթեցի այդ էջը։
եւ անցա մի ուրիշ էջի, որ ինձ համար շատ ավելի հետաքրքիր է։ Մենք մետամորֆոզի ենթարկվում ենք տարբեր դրդապատճառներով, հա, տարբեր երևույթներ մեզ կարող են հրեն դեպի դա։ Դա կարող լինի անձնական կյանքի փոփոխություն, դա կարող է լինել համաշխարհային ինչ-որ մի փոփոխություն, հայրենիքի հետ կապված փոփոխություն։ Քո պարագայում անձնական կյանքիդ հետ կապված ինչ տեղի ունեցավ, որը քեզ հերթական անգամ մղեց մետամորֆոզի, միգուցե մեկուսանալու հետո մետամորֆոզի ենթարկվելու, քո անձնական կյանքից ելնելով։ Ես կարծր եմ, ուժեղ եմ եւ միայն անձնական պատճառը չէր կարա ստիպեր, որ ես մետամորֆոզ ապրեի, այս չափի մետամորֆոզ ապրեի։ Սա խմբային աշխատանք էր, հա, խմբային պատճառներ էին, հա, եւ անձնական փոփոխությունը, եւ COVID-ը իր ազդեցությունը ունեցավ, եւ պատերազմը իր ազդեցությունը ունեցավ, եւ երկրում տեղի ունեցող իրադարձությունները ազդեցություն ունեցան, հա, այդ բոլորը իրար հետ բերեցին ինձ այս մետամորֆոզի, եւ որ ես սկսեցի չհավատալ մարդուն, անձին, անձ հասկացողությունը այլևս ինձ համար չի հանդիսանում աբսոլյուտ։ Եվ շատ բնական է, որովհետև աբսոլյուտ մարդ գոյություն չունի։ Բայց մինչև այդ ես երեխա էի ու հավատում էի։ Մինչև այդ ես մանկան պես նայում էի եւ հավատում էի։ Սա հիասթափություն չէ։ Չէ, սա իրականության հետ բախվելն է։ Սա ես բախվեցի իրականության։ Ցավոտ էր շատ։ Բայց հետո ես հասկացա, որ չէ, մի օր պետք է բախվեի այս իրականությանը։ Մի օր պետք է հասնեի սրան, որովհետև սա Ինչից է սկսվեց։ Սա նվաճում էր իմ համար։ Հա։ Սա ինձ համար նվաճում էր, սա իմ համար նոր աստիճան էր, հա, նոր էջ էր։ Սա ավելի քեզ ուժեղ դարձրեց։ Այո, անշուշտ։ Սա ապահովագրվեց քեզ նաև անհատներից հիասթափվելուց, նեղանալուց, պաշտպանեց քո ներսի երեխային։ Այո, ուղղակի էտելուց ծառը, կտրելուց 4 ճյուղեր այսքանը, բերեց ինձ ուղղակի փաստացիորեն էտելու process-ին։ Ճյուղերը կտրելու process։ Ինչև էտել ես կային ճյուղեր, որոնք կտրում էի, բայց կային նաև չորացած արդեն, գիտեմ, վաղուց չորացած այդ ճյուղը, բայց սենց որովհետև ես եմ սիրում իմ անձս, իմ էգոն, ուզում եմ որ ինքը մնա, փորձում եմ իրան վերակենդանացնել այդ ճյուղը եւ այլն, հա, բայց հետո հասկացա որ չէ, այս process-ներից հետո ես հասկացա որ չէ, պետք է մի անգամից էտել, քանի դեռ տաք է։ Ներսումդ, քանի դեռ քեզ չի վնասել, քանի դեռ ամբողջությամբ ծառը չի վարակել այդ չորությամբ։ Առանց ինչի չես կարող ապրել, ոչ թե չես պատկերացնում, առանց դրա քո կյանքը չես պատկերացնում։ Չեմ կարող ապրել առանց սիրո։ Ես ենթադրում եի։ Չէ, դե սա շատ իր բոլոր դրսևորումներով։ Այո, իր բոլոր դրսևորումներով չեմ կարող ապրել առանց սիրո, չեմ կարող ու գիտես, որ աստի չեմ կարող, ուզեցի մի հատ էլ կրկնեմ, չեմ կարող։ Շատ կարևոր է սերը ինձ համար միգուցե այս փուլում կյանքի դեռ միգուցե գա մի օր, երբ որ դրա կարիքն էլ այլևս չունենամ, բայց այս պահի դրությամբ դա այդպես է ու չեմ կարող ապրել ստի մեջ, որովհետև դա ինձ ուղղակի քանդում է վերացնում է, դա ոնց որ քաղցկեղ լինի սուտը, եւ սուտը եթե ամբողջությամբ չվերացնես, չբերես ճշմարտության դաշտ, ապա ինքը շարունակելու է աճել։ Մասամբ վերացնելը ստի, դա ոչ մի լավ բանի չի բերում երբեք, ինքը պետք է այսպես արմատախիլ արվի։ Հիմա հաճախ այդ ստին ասում են տեսակետ։ Չէ, դա տեսակետ չի, դա բացահայտ սուտ է, դա տեսակետ չի, ոնց կարելի է, երբ որ մարդը հասկանալով, ընկալելով ասում է ոչ ճշմարտություն, դա տեսակետ չի կարող լինել, ինքը կարա սխալվի, ժամանակին մտածի տենց, հետո փոխի իր կարծիքը։ Սա էլ է նորմալ։ Սա տեսակետ է, բայց երբ որ մարդը հասկանալով, ընկալելով բացահայտ ստում է, դա սուտ է։ Արմեն, հնարավոր է մարդը տարիներ շարունակ ունենա միևնույն տեսակետը երևույթի վերաբերյալ։ Ես չեմ ասում երևույթներ, որ դավաճանությունը վատ է, ստելը վատ է, սրա մասին չի խոսքը։ 10 տարի առաջ ունեցել է մի կարծիք, առ այսօր հավատարիմ է հենց այդ կարծիքին եւ սա այդ երևույթները չեն, որոնք ես թվեցի։
Սա ինչ է, ճահճացել է ուրեմն մարդ։ Այո, չի զարգանում, չի կրթվում։ Կրթվել է իր համար նորաձև է։ Եվ ոչ թե պարտադիր եւ անբեկելի։ Որտեղ նորաձև Պահանջմունք չի, նորաձևություն։ Այո, նորաձևությունը դա շատ ցենց թիթեռային հասկացողություն է, այսօր մի ձևա վաղը մյուս ձևա այն մյուսը շատ չէ։ Եվ կարճ կյանք ունի։ Տարեկան 4 սեզոն է փոխվում նորաձևության եւ տենդենսներ են փոխվում նորաձևության։ Կրթվել է նորաձև դա ուղղակի ես չգիտեմ ավելի մակերեսային մտածող Սա հատուկ է արվում։ Մեզ հատուկ են բարձրացրել մակերեսի վրա, որպեսզի մենք որոշենք այլևս չմտածել։ Տես մեծամասնությունը մարդկանց մակերեսային է։ Եվ դա ամենտեղ է այդպես։ Դա միայն մեր երկրում չի որ այդպես է։ Մեծամասնությունը մակերեսային է մարդկանց եւ շատ ամեն ինչին նայում է շատ մակերեսորեն։ Եվ հետեւաբար գտնել ֆրազներ, որոնք որ ընդունելի եւ ընկալելի են եւ վաու են այդ մակերեսային մեծամասնության համար եւ ոչ թե փորձել այդ մեծամասնությանը ավելի խորացնել եւ ավելի ճիշտ գիտելի Դե որովհետեւ մակերեսային մարդկանց մանիպուլացնելը Մանիպուլյացիա է, հենց այդ է ուզում ասել, սա հենց մանիպուլյացիա է կոչվում։ Այդ պատճառով ես շատ վատ եմ նայում այդ ամեն ինչին, որովհետև դա սուտն է, հենց այն քաղցկեղային սուտն է, որ պետք է արմատախիլ անել, այնպես, որպեսզի չթողնել ոչ մի, հետո էլ վերջում մի հատ ռադիոլոգիա եւ քիմիա անել, որպեսզի մենակ այդ պարագայում աբուժում։ Արման, ասացիր, որ քեզ համար ամենակարևորը սերն է։ Սիրելը, թե որ քեզ էլ սիրեն։ Անշուշտ, որպեսզի ինձ էլ սիրեն։ Սիրո պակասություն չունեմ ես կյանքում։ Փառք Աստծո, սիրված եմ։ Ոչ սեր տածելու պակասություն ունեմ, ոչ սեր ստանալու պակասություն ունեմ, հավատա, գիտես, որովհետև գիտես ինձ ճանաչում ես, բայց դա պետք է փոխադարձ հավասարաչափ լինի միշտ։ Այլապես ինքը բերում է, օրինակ, եթե արտաքինից եկող սիրո քանակությունը ավելի շատ է, քան քո տրվելիք սերը, դեռ կարող աստղային հիվանդություն լինի, հա։ Ինքնակարծիք, ինքնակովերքում դառնաս աստղային կերպը։ Երբ որ քո սերն ավելի շատ, քան արտաքինից ես ստանում, այդ դեպքում դու ծառայանում ես, ծառա ես դառնում։ Դու սկսում ես, այսպես շունիկ դառնալ, որը որ իսկ իրական սերը, երբ որ համարժեք է եւ հավասար է, դա բերում է հարմոնիայի, ոնց որ երաժշտության մեջ է հարմոնիան, ճիշտ է, որ ճիշտ համադրությունը նոտաների եւ ձայների բերում են գեղեցիկ երաժշտության։ Այդ շատ կարևոր է այդ բալանսը ճիշտ պահել, այդ իսկ պատճառով ես ունեմ մի ֆրազ, որը ինքս աֆորիզմներից շատ ենք կարդացել քո եթերներում իդեպ։ Ընկերությունը եւ սերը առհասարակ, այդ երբ որ երկու մարդ նայում են իրար վրա, իբրև շունը տիրոջ։ Բայց միայն երկու մարդ միառժամանակ նույն ձև պետք է նայեն իրար վրա, որպես շունը տիրոջը, որպեսզի դա լինի կատարյալ։ Շատ հետաքրքիր էր համեմատությունդ, որովհետև այո, մենք սովոր ենք ընկալելու, որ ամենահավատարիմ կենդանին հենց շունն է։ Այդ շան հայացքը նայեք, ոնց է ինքը նայում, չէ՞։ Հա։ Որ դու Աստված լինես իր համար, չէ՞։ Հա, բայց Արման շատ քիչ զույգեր կան, որ իրենց սերը հավասարաչափ է միմյանց հանդեպ։ Միշտ ինչ որ մի կողմը ավելի շատ է սիրում, կամ դիմացինին թվում է, որ ինքը ավելի շատ է սիրում, քան իրեն։ Այս աշխարհում մարդկանց եւ արեստատին մարդու կողմից ստեղծվածի մեջ երբեք չկա կատարելություն։ Իհարկե չկա։ Միայն Աստծո ստեղծածն է կատարյալ, բնությունն է կատարյալ, որտեղ հավասարաչափ է եւ ներդաշնակ է։ Եվ այդ իսկ պատճառով մարդը ձգտում է միշտ այդ կատարելության, քանի որ ինքը ստեղծված է Աստծո կողմից եւ հետեւաբար ինքն էլ կրող է Աստծո ստեղծագործական գենի կրողն է։ Եվ այդ իսկ պատճառով մենք պետք է փնտրենք եւ գտնենք այդ կատարյալ սերը, որտեղ ինքը ներդաշնակ է եւ հավասարազորված, հավասարակշռված։ Միայն այդ պարագայում կարող ենք լինել երջանիկ։
Արման, դու միշտ շատ գաղափարներ ունես, հիմա արդեն նույնիսկ մոնումենտալ քանդակների ես անցել, միշտ դու զուգահեռ մի քանի պրոյեկտներ ունես եւ երբեմն չես մտածել եւ հենց այդ մտքից վախեցել, որ կարող եմ մի օր պարտվեմ, մի օր գաղափարներ չունենամ կամ դրանք սկսեն արդեն զիջել նախորդներին։ Հենց որ դա տեղի ունենա, կսկսեմ դասավանդել։ Հիմա իհարկե դասավանդում եմ, բայց սենց բան հրավիրյալ որպես, հա, որպես սեմինար, որպես մաստեր կլաս, այսպես։ Որ ժամանակ առ ժամանակ, պերիոդիկ։ Բայց հենց որ հասկանամ, որ իմ գաղափարները պակասել են, ես կսկսեմ դասավանդել հիմնովի։ Եվ ամբողջ ուժս եւ մնացյալ էներգիաս կներդնեմ հենց դասավանդման մեջ։ Գաղափարները շատ են, ավելին են, քան հնարավոր է կատարել, իրականացնել։ Ես էլ լինելով պատասխանատուն մարդ, ցանկացած գաղափարը փորձում եմ հասցնել մինչև վերջի իր կետը, կիզակետը, որտեղ ինքը պետք է իրականացված լինի։ Դա այսպես դառնում է շատ ծանր աշխատանք եւ քանակային առումով եւ ժամանակային առումով, օրինակ այս պահի դրությամբ հենց հիմա ես աշխատում եմ միառժամանակ 5 շատ մեծ, շատ մոնումենտալ գաղափարների վրա։ 5 միառժամանակ։ Ուղղահայաց այսպես հեռախոսազանգերի քանակը, հեռախոսային խոսակցությունների քանակը, միառժամանակ հեռախոսով խոսալ, նկարել, քանդակել։ Արման, դրա համար նաև միջոցներ են պետք։ Քո նախագծերը, որովհետև դու ստանում ես համապատասխան պատվեր, եւ ըստ այդմ ծնվում են քո գաղափարները, թե դու քո մոտ ծնվում է գաղափար, հետո դու գտնում ես հովանավոր, թե ինքդ ես հովանավոր, որովհետեւ որքան մոնումենտալ նախագիծ, այնքան մեծ միջոցներ։ Նայ, երբեք պատվերի վրա հիմնված չեմ անում։ Ես երբ որ անգամ ինձ ասում են պետքա, մեզ պետքա սենց մի բան։ Երբեք ինձ չեն ասում կոնկրետ ինչա պետք։ Ինձ ասում են գաղափար տուր։ Ես այդ ժամանակ տալիս եմ գաղափարը։ Երբեք չեմ գնում կոմպրոմիսների, որ իսկ կարողա սենց անենք։ Երբեք այդ կոմպրոմիսներին չեմ գնում, երբեք։ Ես ասում եմ սա է, կամ ուզում եք, կամ ստեսուդես։ Դա է իմ պայմանը, որովհետև գիտես, դա կարող է մի քիչ ինքնավստահ ինչի հիմա, բայց այն մարդիկ եթե եկել եք ինձնից ուզել եք ինչ-որ բան, որ ես գաղափար տամ, ուրեմն բարի եղեք հարգել իմ տեսակետը։ Եթե չէ, եթե համարում եք, որ դա ձեզ համար հարիր չի, ապա գտեք մեկ ուրիշին եւ վերջ։ Աշխարհը մեծ է, մարդիկ շատ են եւ տաղանդավոր մարդիկ են շատ։ Եթե դուք կարող եք պատվիրատուին, հա, սա իմ տեսակետն է, եթե դուք կարող եք ցույց տալ, որ ես արել եմ իմ կյանքիս մեջ մի բան ստեղծագործական առումով, որը եղել է ոչ լավը, վատն է եղել, այդ դեպքում դուք իրավունք ունեք կասկածելու իմ գաղափարի մեջ։ Բայց չէ որ այդպես չի եղել։ Հետևաբար ես իրավունք ունեմ ձեզնից պահանջելու հավատալուց։ Վախ չունես, որ մի օր հանկարծ կարող է տենց է լինի։ Ընդհանրապես վախեր ունես դու։ Ես վստահ եմ իմ Աստծո վրա։ Ես հավատում եմ իմ Աստծուն, քանի որ համարում եմ, որ բոլոր իմ գաղափարները դա իմ ծնած գաղափարները չեն, այլ ի վերուստ եկած գաղափարներն են։ Դե տաղանդի ի վերուստ է դու։ Հետևաբար ես, եթե նկատել ես, երբեք չեմ բացահայտ ստորագրվում իմ աշխատանքների վրա, իմ ստորագրությունը մի շատ փոքրիկ է, շատ այսպես ծպտյալ անկյունում, փոքրիկ անկյունում, որտեղ պետք է մանգավոր գտնել, որտեղ է ստորագրված, ինչու։ Որովհետև ես համարում եմ, որ ես հեղինակը չեմ։ Այսինքն հեղինակը այն մարդն է, ով հորինել է, ով գաղափարը ստեղծել է։ Ես ստեղծողը չեմ այդ գաղափարը ի վերուստ եկած է։ Ես կատարողն եմ, հետևաբար իբրև կատարող, ես ստիպված եմ ստորագրել, որովհետև պատվիրատուն ուզում է, որ իմ ստորագրությունը վրան լինի։ Այդ իսկ պատճառով ես ստորագրում եմ շատ ծպտյալ տեղում։ Երբեմն այդպես ի վերուստ քեզ մոտ գաղափարներ գալիս են, որոնցից վախենում ես, ասում ես, օ, դա շատ ծավալուն է, ես չեմ կարող, հա գաղափարը եկավ, բայց վախենում ես հանձնառնես։ Անշուշտ լինում է այդպես, բայց մինչև այդ գաղափարը գալը ինձ ի վերուստը պատրաստում է, որ ես կարողանամ չհրաժարվել այդ գաղափարից։
որպեսզի այն գաղափարը, որը ես իրականացրեցի այդ 400 օր մեկուսանալու ընթացքում, որպեսզի այդ գաղափարից ես չհրաժարվեմ, դե պատի ասեմ մի բան, որի նախագծի վրա դու աշխատում ես 400 օր։ Ինչքան մեծ է դա, չէ՞։ Դա քանդակ է հավանաբար։ Ինչքան ծավալուն։ Ես փորձում եմ կռահել։ Չէ, չես կարող։ Ինչքան ծավալուն է, ինչքան աշխատատար է, եւ աշխատում ես 400 օր, դու աշխատում ես ամեն օր առանց հանգստյան օրերի, դու աշխատում ես օրեկան 20 ժամ եւ քնում ես 4 ժամ։ Այդ ծավալի է։ Այսինքն, երբ որ դու մեկուսանում ես, ես պատկերացնում եմ, որ դու մեկուսանում ես մտածելու, հանգստանալու, մտորելու, ինքդ քո մեջ փորփրելու եւ նուրի նոր հատիկները եւ այդպես եւ այնպես այսօր աշխատել ես տարբեր դեպքերում ես տարբեր ձև եմ մեկուսանում, տարբեր պատճառով եմ մեկուսանում, այո, կա որ մեկուսանում եմ որպեսզի մի հատ գլխից մեջ դասավորեմ ամեն ինչի, ինչ որ խառնաշփոթի պես լցված է, եւ երկրորդ տարբերակը երբ որ մեկուսանում եմ ինչ որ բան ստեղծելու համար, այդ 400 օրվա մեկուսացվածի ստեղծածը այնքան մեծ էր, որ ես եթե ունենայի ընտանիք այդ պահին, բաժանված չլինեի, եթե չլիներ COVID-ը, եթե չլիներ պատերազմը, ապա ես ի վիճակի չէի լինի դա տեղի իրականացնել։ Արման, խոսեցիր բաժանությունից, սա մի թեմա է, որը ես երբեք համարձակություն չի ունենա, ես սկսեի այս թեման։ Ես ապշած էի, երբ այդ լուրը ինքդ ինձ հաղորդեցիր, նախքան դա ես դա լսում էի, մերժում էի, ասում էի, դե էլի սկսեցին ասեկոսեններ, բամբասանքներ, որովհետև ես եղել եմ քո ընտանիքում, շատ անգամ եմ եղել, ես ճանաչում եմ Լիլիթին, ես հիացած էի ձեր փոխհարաբերություններով, երբ դու ինձ դա ասացիր, ես երկար ժամանակ չէի կարողանում դա պարզապես պատկերացնել, որովհետև ինձ համար Արմանը, Լիլիթը, իրենց տունը, արվեստանոցը, համատեղ աշխատանքը, դա ինձ համար մեկ ամբողջություն էր։ Երբ դու դա ինձ ասացիր, իմ պատկերացրած ամբողջականությունը ես չգիտեի, որ մասից կիս է։ Այդ ո՞նց տենց եղավ։ Հենց հաղորդման սկզբից խոսում ենք 4 ճյուղերի մասին։ Մի օր այդ ճյուղը չորացավ։ Ինչի։ Այդ մեկը երևի ես բացատրեցի ինձ համար, որպեսզի ես կարողանամ իրականացնել այն ինչ, որ ես իրականացրեցի 400 օրվա ընթացքում։ Այլապես չէի կարող։ Արման, ստեղ ուրիշ պատճառ չկա։ Չէ։ Դու ինձ այդ լուրը հայտնելուց նաև մեկ ֆրազ ասեցիր, որի շուրջ ես մինչև հիմա բարբերաբար մտածում եմ։ Ինչ ֆրազ։ Դու ինձ ասեցիր, եւ ես ունեմ տղա։ Դա հետո է։ Ահա։ Դա շատ հետո է բաժանությունից։ Որ տղան ծնվել է 2 տարի հետո բաժանությունից։ Դա կապ մեկը մյուսի հետ կապ չունի, առհասարակ կապ չունի։ Եվ հիմա դու մենակ ես։ Ժամանակ առ ժամանակ մենակ, ժամանակ առ ժամանակ ոչ մենակ, չեմ ուզում առայժմ ոչ մի ձև կապել ինձ ինչ որ մեկին։ Իննովին կապել չեմ ուզում։ Որտեվ էլ չես կարողանում տենց սիրես, ոնց որ։ Չէ, որտեվ չեմ, սիրում եմ շատ։ Սիրում եմ ավելի շատ։ Որտեվ չեմ ուզում հիմա չեմ կարող սահմանապատել ազատություններս։ Սերը ազատություն է սահմանում։ Պատասխանատվություն։ Սերը ազատություն չի սահմանափակում, սերը պատասխանատվություն է ավելացնում։ Եվ հիմա ես տվյալ պատասխանատվությունը չեմ կարող ինձ վրա վերցնել, պատճառաբանված այն հանգամանքներով, որ հիմա ուրիշ անելիք ունեմ, որը շատ ավելի կարևոր է։ Ավելի կարևոր քան սերը։ Պատասխանատվությունը։ Մենք խոսում ենք մետամորֆոզի երևույթի մասին, սերը նույնպես սրան կարող է ենթարկվել, օրինակ քո պարագայում։ Սիրում ես տարբեր ձևերով։ Անշուշտ։ Սիրում ես տարբեր ձևերով, դու քո մայրիկին սիրում ես մի ձև, քո Չէ, ես քո կանանց նկատի ունեմ, կանանց նկատի։ Անշուշտ, սա էլ մարդը դա գույն է, ամեն մարդը դա գույն է, եւ երկու գույնի համադրությունը միշտ տարբեր է, եթե գույները տարբեր են, չէ՞։ Երբ որ կապույտին խառնում ես դեղինը, ստացվում է կանաչ։ Այո։ Երբ որ կարմիրին խառնում ես կապույտը, ստացվում է մանուշակագույն։ Երբ որ կարմիրին կանաչն ես խառնում, դառնում է շագանակագույն։
Այդ իսկ պատճառով սերը միշտ տարբեր գույն է, քանի որ մարդկանց գույները իմ գույնը, ասենք, քո գույնը, քո համար կոնստանտ է, բայց տարբեր մարդիկ տարբեր գույներ են, հետեւաբար խառնվելով քո գույնի հետ դառնում են տարբեր երանգներ։ Եվ ես չեմ ասի, որ մեկը մյուսից լավն է կամ մյուսից վատն է այդ երանգները, որոնք ստացվել են։ Ամեն մեկը իր տեղն ունի եւ իր կարեւորությունն ունի։ Այնուհանդերձ քո կյանքի ամենակարևոր մարդը, ում կարծիքը, ում տրամադրությունը, ում լավ լինելը քեզ համար ավելի կարևոր է, քան սեփականը։ Համալա ջան, այսօրվա իրավիճակում եւ այսօրվա իրականությունում դա հենց ես եմ։ Այսօր ինձ համար կարևոր է իմ կարծիքը, իմ տրամադրությունը եւ դա է կարևորը ինձ համար այսօր։ Անշուշտ ինձնից կարևոր իմ երեխաներն են, բոլոր ինձ համար, բայց ոչ թե կարծիքը, այլ իրանց լավ լինելը, այլ իրանց առողջ լինելը, իրանց բարեկեցիկ լինելը եւ այլն։ Դա կարևոր է ինձ համար ավելի առավել քան եւ իրանց լինելը ինձ համար առավել քան կարևոր է, քան իմ լինելը։ Բայց կարծիքի առումով ում կարծիքն է այսօր ինձ համար ավելի կարևոր, դա իմն է։ Դա պատասխան է ինքնաբավ մարդու ինչի կասկածը ես չունեմ։ Դա պատասխան է ինքնավստահ մարդուն ինչի կասկածը ես նորից չունեմ։ Դա պատասխան է մարդու, ով սովոր է մեկուսանալու եւ չձանձրանալու եւ այդտեղից ուժեղացած դուրս գալու։ Բայց մեզանից յուրաքանչյուրին պարբերաբար ծանոթ է մենակ մնալու զգացողությունը։ Ոչ թե քո ցանկությամբ, այլ մենակ մնալու, թերի հասկացված լինելու։ Քեզ համար կարևոր չէ ուրիշի կարծիքը, բայց քեզ համար կարևոր չէ, որ քեզ հասկանան։ Չես կարող պահանջել, որ ամբողջ աշխարհը քեզ հասկանա։ Չէ, կոնկրետ մի գոնե մի մարդ, բայց հասկանաս, որ այս մի մարդը ինձ ամբողջապես։ Այո, եւ ես ունեմ իմ շրջապատում շատ մարդիկ, որոնք հասկանում են ինձ եւ ընդունում են ինձ եւ դրա պակասությունը չունեմ առհասարակ ոչ մի իմ որոշման մեջ ես հասկացողների պակասությունը չունեմ։ Ի վերջո, եթե իրենք չեն հասկանում, ինչ որ մեկը չի հասկանում, ուրեմն ես եմ թերացել, ես լավ չեմ բացատրել։ Ես իրան հասկանալի լեզվով չեմ կարողացել իրեն հասցնել իմ տեսակետը։ Իսկ ես կարողանում եմ մարդկանց բացատրել, քանի որ ինքս եմ հավատում նրան, ինչ որ ասում եմ, ես չեմ ստում։ Վարակիչ կերպով ես կասեի նույնիսկ։ Այո, ես չեմ ստում այդ իսկ պատճառով, ես ինքս հավատում եմ իմ ասածին, այդ իսկ պատճառով ես կարողանում եմ մարդկանց դա բացատրել։ Այո, դու վարակիչ հավատ ունես եւ գիտես ինչ, ինձ քո գործերում իհարկե գործերներ շատ հետաքրքիր են եւ արժեքավոր, բայց ես միշտ երբ գալիս էի քո արվեստանոց, ավելի շատ ոչ թե նոր գործեր տեսնելու, այլ լսելու դրանց մեկնաբանությունը։ Շատերն են ինձ դա ասում, բայց գիտես մի բան կարող եմ նշել, երբ որ մեկնաբանությունը, այո, մեկնաբանությունը կարող գեղեցիկ լինի, բայց եթե այդ գեղեցիկ մեկնաբանությունը չի համապատասխանում նրան, ինչը դու տեսնում ես, չէ՞, դու սկսում ես դրան չհավատալ։ Իք մարդ կա, ես գիտեմ, որոնք պատմում են ինչ-որ բանի մասին շատ գեղեցիկ, գրել են, սովորել են եւ պատմում են շատ գեղեցիկ, դու նայում ես, ասում ես կամ ես եմ թերի, որ չեմ հասկանում, կամ ի վերջո սուտա։ Ինչ որ մեկնաբանվում է, սուտա։ Ստեղծածի հետ չի համընկնում։ Քեզ հետաքրքիր էր լսել մեկնաբանությունը, որովհետև դու լսելով մեկնաբանությունը եւ նայելով աշխատանքին դու տեսնում ես ճշգրիտ կրկնությունը, ռեպլիկան մեկնաբանության։ Այս է իրական մեկնաբանության ուժը։ Առանց մտքեր, որոնց քշում ես, այսինքն կպչուն մտքեր են ու չես ուզում դու իրանց մասին մտածես, բայց իրենք այսպես ճանջի նման։ Որին ես սիրում եմ աշխարհահռչակ ճանջը։ Որին ես սիրում եմ ու ստիպեցի, որ ամբողջ աշխարհը սիրի։ Այդտենց ճանջի նման գալիս կպնում են ու արդեն այնքան է եկել, որ ստիպված սկսեցիր սիրել։ Ճանջի մասին պատմությունը առհասարակ ճանջի մասին չէր, այլ սիրո եւ ատելության մասին էր, ցանկացած սիրելի եւ ատելի էակի մասին էր։ Իսկ մտքերը, որոնք կպչուն են, նայեք, ուղղը դա օրգան է։
ձեռքն էլ օրգան, ոտքն էլ օրգան, ես տիրապետում եմ ձեռքիս, հրահանգելով իրան ոնց ինքը շարժվի կամ ինչ գործողություն կանի, հրահանգում եմ ոտքիս եւ ոտքս էլ անում են ինչ որ ես եմ ուզում եւ ես տարիների ընթացքում սովորել եմ հրահանգել ուղեղիս, որպեսզի ուղեղս անի այն ինչ որ ես եմ ուզում եւ ես եմ համարում ճշմարիտ այդ իսկ պատճառով կպչում մտքերը, որոնք գալիս են շատ հեշտ վերածվում են չոր ճյուղերի նման։ Ճանճերին քշելու լավ հմտություն ունես, հա, այսպես ազատվելու, համոզելու, որ իրենք գնան։ Այո։ Արման, ճանճի պես, այսպես կպչուն կենդանին, որը ոչ մեկ գրեթե չի սիրում, դու ստիպեցիր, որ իրեն սիրեն։ Եվ ճանճին նայեն ուրիշ հայացքով։ Ես հիշում եմ, երբ ես եկա ու այդ ճանճին տեսա, ու ասացի, իսկ դիր էս որպես ակնոց էս ճանճը, տես ինքը ոնց է նայում աշխարհին։ Վարակեցիր ինձ այդ ճանճով, ու դրանից հետո այդ ճանճերին չեմ էլ կարողանում նորմալ սատկացնեմ, ճիշտն ասած։ Այ այդ դու դրան հավատում ես լավ, դու սիրում ես այն ինչ որ անում ես լավ, բայց եղել է, որ դու հենց քո արածից հիասթափվես։ Այսինքն սկզբում դրա մեջ ինչ որ մի մեծ գաղափար դնես, բոլորին համոզես, ինձ էլ հետը, հետո մտածես, որ ուղղճացրել է իր այդքան։ Չէ, տենց չի։ Տենց երբեք չի լինում։ Իմ ամբողջ կարիերայի ընթացքում, աշխատանքային կարիերայի ընթացքում երկու աշխատանք կա, որի գոյության համար ես ամաչում եմ, որովհետև չի եղել, այսինքն գաղափարը չի եղել պատճառը իր ստեղծվելու։ Միգուցե երկու անգամ, որպեսզի համեմատական ավելի ճիշտ լինի, 40,000 աշխատանքից, որ ես արել եմ իմ կյանքի ընթացքում։ Հաշվել ես 40,000 աշխատանք կա, այո, բոլոր աշխատանքներս ֆոտոդոկումենտացված են եւ գտնվում են իմ hard drive-ի մեջ, որը 4 տերաբայտ է գրում եւ ի վերջո թիվը տակը գրվում է, քանի ֆոտո կա տվյալ hard drive-ում, այսօր ինքը 40,000-ից մի քիչ ավել է եւ 40,000 աշխատանքից ընդամենը 2 աշխատանք կա, որոնց գոյության համար ես ամաչում եմ, քանի որ պատճառը չի եղել ոչ ստեղծելու, ոչ թե միտքն է եղել պատճառը, այլ գումարի կարիքը այդ պահին։ Եվ ես արեստածին եմ արել այդ երկու աշխատանքները, այսօր ես փորձում եմ հետ գնել այդ աշխատանքները եւ վերացնել, որպեսզի իմ կարիերան ես իմ խղճի առաջ մաքուր լինեմ եւ պատմության առաջ։ Ես հարցնում եմ դրանք որ աշխատանքներ են, բայց կարող ես չպատասխանել։ Չէ, չեմ կարող նկարագրել ուղղակի, որովհետեւ իրանք չեն եղել համացանցում, իրանք չեն եղել ցուցադրված երբեք, բայց այդ երկու աշխատանքն է, կարծում եմ, այդքան էլ վատ ռեզուլտատ չի 40,000-ից 2 ընդամենը, երկուսի համար ամաչել, բայց ամեն դեպքում այդ երկուսն էլ պետք է գտնեմ եւ վերացնեմ, որպեսզի չլինի առհասարակ, որովհետեւ ես ինքս պերֆեկցիոնիստ եմ, ինձ համար կարևոր է որ ամեն ինչը ճիշտ լինի այս աշխարհում։ Չի խանգարում այդ պերֆեկցիոնիզմը ապրել ամեն ինչում մաքսիմում կատարելություն չի լինում, ինչքան անում ես անելու տեղ կա եւ կատարելագործելու տեղ կա։ Գիտես, ընկալումն է պետք, ճիշտ ընկալում է պետք, թե ինչն է պերֆեկտը, կատարյալը ինչն է, կատարյալը անկատարն է։ Չէ՞ որ բնությունը անկատար է, բայց ինքը կատարյալ է։ Եվ երբ որ դու հասկանում ես, հասնում ես այդ հասկացողության, որ ճիշտ անկատարությունը դա է հենց կատարյալը, ապա դες օրինակ կոմպյուտերով կամ այդ ռիզոգրաֆներով կամ այդ գործիքներով արված, հա, մեխանիկական գործիքներով արված իդեալական սիմետրիան սկսում ես ճուզել տեսնել։ Եվ որ տեսնում ես, սկսում ես չնայել։ Մի օր քեզ ուղղակի բռնացրա այն փաստի վրա, որ դու չես ուզում դա նայել։ Քեզ դա չղայնացնում, զայրացնում է, քանի որ բնությունում չկա կատարյալ սիմետրիա։ Արման, դու հիմա խոսում ես, ես քեզ նայում եմ ու ասում եմ, հա, Արմանը ուրիշ է։ Դու փոխվել ես։ Դեպի լավը, թե վատը, դեպի լավը, միգուցե։ Բայց ուրիշ ես։ Դու քո նախորդ Արմանի տեսակին չես կարող։ Շատ զարդերով մի քիչ ուրիշ Արման էր։ Ես սիրում եմ այն ինչ որ հիմա կա։ Սիրել անցյալը դա ուտոպիա է։
Ես էլ նույնիսկ անցյալի լուսանկարները թերթելու սովորություն չունեմ։ Սիրել, դու կարող ես հիշել, բայց սիրել անցյալը դա ուտոպիա է, որպես ինչ։ Ինչ ես էներգիան բաց թողում միտեղ, որը անեական է։ Ոչ անեականը կարևոր է, բայց ինքը չկա, ինքը էֆիմեր է։ Դու բաց ես թողում էներգիան, սիրո էներգիան, այդ թանկարժեք էներգիան դու բաց ես թողում միտեղ, որ այդ իսկ պատճառով ես սիրում եմ միշտ ներկան, ես ապագան էլ չեմ սիրում։ Դեռ կսիրեմ, երբ որ գա։ Երբ որ դառնա ներկա։ Երբ որ դառնա ներկա, այո։ Ես սիրում եմ ներկան եւ դա ինձ թվում է ամենառացիոնալ օգտագործումն է այդ էներգիայի։ Ասացիր, որ մարդկանց էլ չես հավատում։ Սա վատ իմաստով չի ասվել։ Չէ, որովհետև շատ է սուտ լսել։ Չէ, ուղղակի հասկացել եմ, որ չի կարելի, այսինքն չէր կարող տենց լինել, որ մարդը ճշմարիտ լիներ։ Դա բնական է, որ ինքը ճշմարիտ չի։ Դա բնական է, որ ինքը ցանկություն ունի միշտ լինել, ցույց տալ իրեն ավելի լավը, քան ինքը կա իրականում, բայց դա համատեղելի չի իմ կոնցեպտի հետ արվեստ զարդարվեց ստեղծել։ Արվեստը միայն անկեղծության մասին է։ Այո, ես հավատում էի դրան, այդ իսկ պատճառով էլ ստեղծում էի։ Մի օր սկսեցի էլ չհավատալ եւ վերջացրեցի ստեղծելը, քանի որ ինքս ինձ հետ ազնիվ եմ։ Ես հասկանում եմ, որ շատերը ասում են, բա գումարը իր աշխատում, ով իր աշխատում։ Չէ, դա կարևոր չէ։ Կարևորը ազնվությունը։ Արման, հիմա բոլորը դասեր են կազմակերպում, փորձում են բանաձևը գտնել, ինչպես դառնալ հաջողակ եւ ֆինանսապես ապահով, գումարները կգան, կթափվեն։ Քո բանաձևը, տես ասում ես գումարը կարևորը չէր, որտեվ արդեն ունեիր, կամ այն ժամանակ, երբ որ չունեիր, ինչպես գնացիր դեպի դա, քո բանաձևը։ Ինչա պետք մարդուն, կասես։ Երջանիկ լինել։ Չէ, ինչա պետք գոյություն ունենալու համար։ Օրական 200 գրամ հաց եւ 2 լիտր ջուր։ Վերջ։ Եվ մարդը գոյություն ունի։ Վերջ։ Ունենալ գումար կամ չունենալ գումար, դա ոչինչ չի փոխում։ Երբ որ ունես, շատ լավ է, երբ որ չունես, էլի շատ լավ է։ Հասկանում ես։ Այն ինչ որ մենք այդ նյութական անդադ փորձում ենք մեզ sense լցնել մեր վրա, մեր ազատություններից սահմանափակում է մեր ազատությունները։ Հիմա ես, եթե ունեմ գումար, ես կգնամ շատ ինչ որ մի ուրիշ երկիր կհանգստանամ։ Եթե չունեմ գումար, ես ունեմ վրան եւ շատ գեղեցիկ Սևան։ Ես կգնամ Սևանում, վրանս կխփեմ եւ ավելի մեծ հաճույք կստանամ, քան ցանկացած 5 ասլանի հյուրանոցում։ Դու հրաժարվում ես ցանկացած բանից, ինչ ենթադրում է պատասխանատվություն եւ ցանկացած կախվածությունից, ինչ կարող է սահմանափակել քո ազատությունը, սա նաեւ նյութական բարիքներն են։ Անշուշտ։ Ինձ համար ամենակարևորը ես պարտք չլինեմ ոչ մեկից, որովհետեւ ոչ մեկին, որովհետեւ այդ պարագայում իմ ազատությունը կսահմանափակվի։ Պարտքեր չունենալ, դա իմ համար հարստությունը։ Եվ վերջ։ Ազատությունը դա մարդու հոգու մտքի վիճակ է, սոցիումից հնարավոր է առհասարակ կախվածություն չունենալ։ Կատարյալ ազատության մարդը լինելով մահկանացու, ապրելով հասարակարգում։ Գիտես, երբ որ ես օրինակ Սևանում, ես ամեն տարի լինում եմ Սևանում վրանով։ Գոնե մի շաբաթ, կապ չունի որտեղ եմ այդ տարի հանգստացել, որ հյուրանոցներում եմ հանգստացել կամ որ երկրներն եմ այցելել։ Մեկ շաբաթ ես միշտ ունեմ Սևանում նաև, որտեղ ես նկարում եմ, աշխատում, որ ես գնում եմ Սևան եւ վրանս խփում եմ ամբողջ այդ ամեն ինչը դասավորում եմ, որտեղ այնտեղ ամեն ինչ ունեմ, բացի վրանից ունեմ նաև նստելու տեղ, շատ գեղեցիկ, ունեմ խոհանոց, ունեմ լոգարան, ամեն ինչ ունեմ։ Այդ վրանում։ Այո, վրանի կողքը շարված, այսինքն տեղ ադեմ։ Եվ ես միշտ գտնում եմ մեկուսացված տեղ, որպեսզի շատ մարդկանցով ողողված չլինի տարածքը։ Որտեվ ինձ պետք է աշխատել այդ ժամանակ, բայց երբ որ երեկոյան կրակը վառում եմ, հավաքվում են այնքան հետաքրքիր ու շատ մարդիկ, 50-60 մարդ հավաքվում, անծանոթ մարդիկ, իշերը հավաքվում են իմ վրանի շուրջ։ Եվ իրենք չեն գալիս նրա համար, որ ես հարուստ եմ։ Իրենք չիմանալով են գալիս այդ լույսին, այդ կրակին։ Իրենք չգիտեն այնտեղով է։
Եվ չեն գալիս նրա համար, որովհետև ես հայտնի եմ, որովհետև չգիտեն ուր են գնում։ Իրանք ուղղակի գալիս են, իրանք զգում են ուր են, ինչ որ տեղա, որտեղ գալիս են, որտեղ կրակներ ափին շատեր են վառում։ Բայց ինձ մոտ հավաքվում են 50-ից ավելի մարդ ամեն երեկո։ Մենք գիտարներով երգում ենք, մենք շատ լավ ժամանակ ենք։ Հիշում եք, ես ասեցի արվեստանոց ինչի համար են գալիս, լույսի ու ջերմության համար։ Երևի, եթե Սևանում հենց կրակներ բում, որը կարելի է լույս համանել հեռվից երևացող, ապա արվեստանոցում դա ավելի վերացական լույսի մասին է երևի թե խոսքը։ Եվ վերջում Արման ջան, արի խոսենք երազանքի մասին։ Ստեղծագործող մարդու համար առանց երազանք ապրելը առանց երազելու ես դժվար եմ պատկերացնում։ Ես երազում եմ, անչափ երազում եմ, որ այն ապագան, որը գալու է, սիրելի լինի։ Ինձ համար եւ բոլորի համար։ Անչափ երազում եմ, որ այդ ապագան առհասարակ լինի։ Եվ երազում եմ, որպեսզի մարդիկ կարողանան սովորել, ավելի խորը նայել, հնարավորինս շատ, չեմ ասում բոլորը, որտեղ պերֆեկցիոնիստական երազանքը իրականանալի չի, որպեսզի բոլորը դա անեն, բայց հնարավորինս շատ մարդիկ ավելի խորը նայեն իրավիճակներին եւ կարողանան հասկանալ եւ շտկել այն սխալները, որը հիմա տեղի ունեն։ Գիտես, շատ մարդիկ իրենց երազանքների մասին չեն պատմում, իմ կարծիքով, գիտես ինչու, որտեղ մեր երազանքները մեզ դարձնում են թույլ։ Իսկ մարդիկ երևի չեն ուզում իրենց թույլ կողմերի մասին ասել։ Անշուշտ թույլ կողմերը վտանգավոր է բարձրաձայնել, քանի որ այո, շատերը կկարեկցեն, այո, շատերը կփորձեն օգնել, շատերը բարի կցանկանան, բայց նաև կլինեն նրանք, ովքեր փորձեն այդ թույլ տեղերից օգտվել եւ վնասել։ Այդ պատճառով մենք այսօր էլ չխոսեցինք թույլ տեղերի մասին եւ երբեք բարձրաձայնել պետք չի թույլ տեղերի մասին։ Ես վստահ եմ, որ շատ շուտով դու չես ունենալ այդ թույլ տեղերը։ Ոնց Աստված կկամենա։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Մեր շփումները քո արվեստանոցում կշարունակվեն։ Սիրով։ Հարայժմ։ Հարայժմ։